Անենք կանխատեսում և տեսնենք ինչպիսին կլինի կենդանակերպի երկորյակ նշանների համար հունիս ամիսը։ Հարգելի երկորյակներ, քանի որ ձեր ամիսն է, ես ուզում եմ շնորհավորել ձեզ ձեր ծննդյան կապակցությամբ և ամենալավ, ամենադրական, ամենաջերմ բաները ձեզ մաղթել։ Ես էլ եմ երկորյակ և չեմ արել իմ կանխատեսումը, ուզում եմ այսօր ձեր հետ միանամ և տեսնենք ինչպիսին կլինի մեզ համար մեր ծննդյան ամիսը, երկորյակների համար հունիս ամիսը։ Աշխատանքը երկորյակների, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, խորհուրդը տիեզերքի, անակնկալը և զգուշացումը։ Տեսնենք ողջ ամսվա էներգիան երկորյակների համար, ինչ էներգիաների մեջ կգտնվենք մենք, ողջ ամսվա էներգիան։ Եվ այսպես սկսեցինք աշխատանքից, երկորյակներ, մեր աշխատանքը, տուզմիչ է, մեր նշանը դուրս եկավ, սա տրամադրված, այսպես որոշումներով, հաստատակամ, կարող են այսպես մեր վաղեմի այսպես որոշումները դառնան իրականություն մեր համառության, մեր մտքի, մեր ուժի շնորհիվ։ Ֆինանսը, երկորյակների, Կարոլ Պենտակլի, այստեղ չասեմ էլի, ֆինանսական հաջողություն սպասվում է մեզ, կլինի բավականին կայուն, մենք կզգանք մեզ այսպես կայուն դիրքերում, ֆինանսի հետ կապված խնդիրներ չեն կարող լինել, այստեղ հնարավոր է ֆինանսական խնդիրներ նույնիսկ տղամարդու կողմից, այսպես օգնություն կամ այսպես ասեմ, եթե աշխատանքի հետ մենք կապենք, հնարավոր է նաև տնօրինության կողմից լինի ընդունենք ֆինանսական մուտք։ Սիրո կարտում վլյուբլյոննա կարտը դուրս եկավ, սիրո հարցում այստեղ էլ ես չեմ տեսնում դժվարություն, եթե կա ինչ-որ նեգատիվ բան, ապա կգնա դեպի հաշտեցման, դեպի կայունության։ Առողջության հետ կապված դուրս է եկել զվիզդան, այստեղ շատերին կարող է այսպես աստղային ուղղակի տանել, բայց սա կատակ էր, այստեղ առողջության հետ կապված հարկավոր է ուղղակի էմոցիաներին ուշադիր լինել։ Տիեզերքի խորհուրդը ձեզ մի տատանվեք, ձեր հնարավորությունները շատ ավելի շատ է, քան դուք պատկերացնում եք։ Կամ կայացրեք որոշում, որը ձեզ թույլ կտա ավելի կայուն լինել, չտատանվել։ Տեսեք, այստեղ անակնկալը, սա իշխանուհու կարտն է, անակնկալը կարող է կապված լինել հարգելի երկորյակներ մայրության հետ, բարգավաճման, դրական փոփոխությունների հետ, դուք կարող եք զգալ ձեզ ձեր արքայական այսպես դիրքում, եթե տղամարդ է, ապա իր համար անակնկալը կարող է լինել իր մորից, իր կնոջից կամ այն կնոջից, որը ընդունենք երկորյակ է, կամ որը իր համար շատ թանկ ու կարևոր է, այսպես, և զգուշացումը, հարգելի երկորյակներ, եղեք կայուն, ամեն ինչ հավասարակշռեք և մի այսպես ձեր ճկունությանը վստահեք, մենակ պետք է ամեն ինչ լինի ըստ օրենքի, այսինքն օրենքից դուրս, եթե կան թղթաբանական հարցեր, հարկավոր է լուծել այն, զգուշացնում է ձեզ, ժամանակն է այդ հարցերով զբաղվել, ստվերային ոչ մի բան, որովհետև Յուպիտերը նման բան այսպես թույլ չի տալիս և չի սիրում,
Դուք կարող եք լինել շատ հեղափոխական, ուստի ձեզ զգուշացնում եմ, որ դա չպետք է իր սահմանները հատի, պետք է լինի ամեն ինչ չափի մեջ ու հավասարակշռված վիճակում։ Ողջ ամսվա էներգիան որում դե ինչ ասեմ։ Այստեղ դուրս եկավ ծաղիկը, ծաղկած ձեզ ծաղկման ամիս է սպասվում, հարգելի երկորյակներ։